Քանաքեր Զեյթուն մեր օրեր, հերթական 4-րդ մանկական խաղահրապարակն եմ ցույց տալիս, թե Երևանի քաղաքապետարանը ինչ բարձիթողու վիճակում է թողել մեր Երևանի խաղահրապարակները, այն խաղահրապարակները, որ առավոտից երեկո Տիգրան Ավինյանը իր շքախմբով, գովքով, մանուկների համար այգիներ են կառուցում, սա են անում, նա են անում, տեսեք, հերթական պահպանություն չիրականացրած, որը պարտավոր էին պահպանել, խաղահրապարակների պահպանություն Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում չկա։ Հիմա տեսեք, այստեղ մուտքն է, գտնվում ենք Ներսիսյան փողոցում, Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ։ Այստեղից մուտքը պետք է ունենար թեքահարթակ, օրինակ, այստեղ թեքահարթակ չկա, տեսեք, այստեղով բարձրանում ենք և մտնում ենք այս այգին, տեսեք, հիմա կապի օպերատորների հետ կապված ցույց տամ, տեսեք, կաբելները շատ ցածր, որ երեխաները կարան կաբելի հետ, օրինակ, կպնեն կաբելին, մալուխները ինչ վիճակում են գտնվում այգու մուտքի մոտ։ Հերթով ցույց եմ տալու Տիգրան Ավինյանի այն PR-ի դեմքը, որ պատրաստվում են 26 թվականի ընտրություններին այս վիճակով, տեսեք, ամբողջությամբ այգին սկսենք, աղբի մեջ է, թաղված աղբի մեջ, մոտակայքում ոչ մի աղբաման տեղադրված չէ, տեսեք, այս նստարանները այս վիճակում են գտնվում, մեկ վայրկյան ենքով, տեսեք, այսպիսի վիճակում են, սիրելի քաղաքացիներ, ես հիմա կուղեմ, իհարկե չեմ թողի այսպես, դա ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ վիճակում է գտնվում, տեսեք, խոտերը, այստեղ բոլոր մարմինները թերացել են, բոլոր մարմինները, բոլորը ունեն գործառույթ, թե աղբահանությունը, թե կանաչապատումը, թե շինարարություն բարեկարգումը, Տիգրան Ավինյան, սա բոլորը ձեզ է վերագրվում, տեսեք, այստեղի խոտերը այնքան բարձր են, այնքան են աճեր, որ երեխաները այստեղ նույնիսկ չեն կարող խաղալ, տեսեք, չգիտեմ, այստեղ մի քանդված շինություն կա, պատուհանները ջարդած, այդ հարակից այգին է, տեսեք, սա երեխաների համար մեր փոքրիկների սղարանն է, տեսեք, ամբողջությամբ ջարդված, տեսեք, մեջը հող, զիբիլ, սա աստիճաններն են, որ երեխաները պետք է բարձրանային և սղային, հսեք, սա էլ է ջարդած, ամբողջությամբ խաղասարքերը փոխարինված չեն, տեսեք ինչ աղբի մեջ ես այգին, Տիգրան Ավինյան ուշադիր, դուք հետևեք, ես ինչ եմ ցույց տալիս, այստեղ նաև ունենք խաչքար, Սուրբ տեսեք, ցավալին այն է, որ մեր պատմական, տեսեք, խաչքարերի հետևը ամբողջությամբ բարձիթողի վիճակում է, խոտերը աճած, ծառեր, թփերը այնպես են բարձրացել, որ երեխաները չեն կարող այստեղ խաղալ։ Տեսեք, այստեղ պետք է այգի մտնեն, խոտերի մեջով, ոչինչ արված չէ, այս այգին լրիվ դարձել է բարձիթողի, Տիգրան Ավինյանենց շնորհիվ, այո, եթե այս այգին կառուցվել է նախկին քաղաքապետերի ժամանակ, Տիգրան Ավինյանը իրավահաջորդ է և Տիգրան Ավինյանը պարտավոր էր բարեկարգել, պահպանել բոլոր այգիները, անկախ թվականից, կառուցվելու թվականից։ Տեսեք, այս խոտերի մեջ երկու նստարան կա, երևի գիշերները, տեսեք, գարեջրի շիշ,
սիգարետի տուփ, իհարկե սա նաև մեր հանրությանն էլ եմ կոչանում, որ այգիներում այս աղբը չնետեք, բայց մինչ մեր հանրությանը կոչանելուց Երևանի քաղաքապետարանը պարտավոր է այստեղ աղբամաններ տեղադրած լինել եւ բարեկարգած պահել այս այգին։ Իսկ երբ որ մեր քաղաքացիները տեսնեին այստեղ աղբամաններ կան, վստահ եմ շատերը այդ աղբամանի մեջ կնետեն իրենց աղբը։ Սա 4-րդ այգին է, որ ներկայացնում եմ։ Երկուսը Աչափնյակում, մեկը Մալացիա Սեբաստիայում հերթականությամբ շարունակելու եմ Տիգրան Ավինյանի դեմքը, Քարոզ Արշավյանի 26 թվականի Տուշոնկա օպերացիաները, որ այսօր իրականացնում են, ցուցադրելու է մեր հանրությանը, որ իրենք պոպուլիստ են, միայն աթոռի կռիվ են անում, ընտրությունների են պատրաստվում։ Այս մարդիկ, սիրելի երևանցիներ, ձեզ միայն խաբում են, ձեզ ստերով կերակրում են, այս մի քանի ամսվա ընթացքում իհարկե փորձելու են մի քանի տրակտորներ բերել այստեղ իբր մետրո են կառուցում, են կանում, են կանում, բայց դա միայն ընտրությունների քարոզարշավի միջոց է պետական միջոցների հաշվին։ Ասում եմ կարող է եկեղեցու մոտ ագտնվում։ Պարոն Դանելյան, ասես բասի թողի վիճակայան, թե եկեղեցիները չեն սիրում ու եկեղեցու հարակից տարածքները sense անտերության է պատված։ Հիշեցնեմ, որ գտնվում ենք Արոնաբանական ինստիտուտից մի քանի մետր վերև։ Այո։ Կարծում եմ, այո, պարոն Դանելյանը իրանք եկեղեցիների հանդեպ ատելություն ունեն, եկեղեցու հարակից տարածքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքի այգին է, եկեղեցուն շատ մոտ է, այո, դա վարկած է, որ այգիները եկեղեցու հարակից տարածքի մյուս փողոտ մայթի այս վիճակում է գտնվում, տեսեք։